Ողջույն հարգելի հետևորդներ, այս օրերին մեր բոլորի ուշադրության կենտրոնում հայ-ֆրանսիական հարաբերություններն էին առիթը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցն էր Հայաստան, որն ընթացավ Երևանում անցկացված մի շարք կարևոր քաղաքական միջոցառումներին զուգահեռ եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում ես այսօր կապվել եմ Փարիզ եւ զրուցել եմ վերլուծաբան Փարիզի Շիլլեր միջազգային համալսարանի դասախոս Տիգրան Եկավյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Տիգրան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև, շնորհակալ եմ ձեր հրավերի համար։ Տիգրան, ինչպես նշեցի, կայացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Երևան, որի շրջանակում ստորագրվեց ռազմավարական փաստաթուղթ Երևանի եւ Փարիզի միջեւ, որը ներառում էր մի շարք ռազմավարական ուղղության հարցեր, կիբերանվտանգություն, պաշտպանական համակարգ, արհեստական բանականություն եւ այլն, կարող ենք սա հիմք ընդունելով այս փաստաթուղթը նշել, որ Երևանի եւ Փարիզի հարաբերություններում քաղաքական հարաբերություններում նոր էջ է բացվում եւ թեւակողում է հարաբերությունները թեւակողում են նոր շրջափուլ։ Այո, կարծեմ ճիշտ է, որ մենք գաբրինք պախտորոշ փուլը, այսինքն իննաբաս Ֆրանսա-Հայաստանի վերցեցման գծով, բայց պետք է անպայման նշել հետևյալ իրադարձությունը։ Առաջինը աշխարհակաղակական ձիրը մենք գտնվենք շատ լարված կոնտեքստի մեջ, ուր որ ռուսական դաշնությունը պատերազմ հայտարարեց, սար պատերազմ հայտարարեց Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի անդամներուն եւ ուզենք չուզենք կամա դժբախտաբար Հայաստանը դարձավ պատերազմի դաշտ, ջագատը, այսինքն արմենտամետ եւ ռուսամետ ուժերի միջեւ։ Ուրեմն պետք է հաշվի առնենք, որ այս այցելությունը, որ կատարեց Ֆրանսիայի նախագահը, որքան կարևոր եւ բազմական լա, նաեւ գարցանակրովի հատուկ կոնտեքստի մեջ այլ հաջորդ հանդրությունները, որոնք դեղի պիտի ունենան Հայաստանի մեջ։ Եվ պատահական չէ, որ Մակրոնը նեցուկը կանգնի գսադարի բարոն Փաշինյանի ցել վարչապետի, այսինքն տեխնազությունը, ինչպես ըրավ Մոլդավիայի մեջ եւ որ արմենտամետ նախագահի Մարիա Սանդուն տեխնազությունը գարաչացներ ռուսամետ ուժերուն կանգնելու համար։ Ուրեմն մենք գտնվենք այդ հատուկ ձիրի մեջ եւ պետք է հասկանալ մինչև ուր այս Ֆրանսա-Հայաստան համագործակցությունը ռազմավարական եւ տնտեսական ոլորտներու մեջ կնա նպաստել Հայաստանի անվտանգության, էներգետիկ անվտանգության, նաեւ սոցիոընկերային անվտանգության համար։ Մեծ հարց մնա դժբախտաբար պատասխանը այնքան հստակ չէ։ Տիգրան, ուղղակի կուզեմ ճշտում անել, Հայաստանը այցելել ոչ մենակ Էմանուել Մակրոնը, այլև եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչներ, որտեղ գագաթնաժողովի պես Երևանում կայացավ, ստացվում է, որ իրենք նույնպես լծված էին ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը նախընտրական։ Այսինքն ըստ ձեզ Հայաստանը այդ կարևորությունը ունի հավաքական արևմուտքի Եվրոպայի համար, որ նրանք այդ գործում ներգրավեին այդ նպատակով։ Առայժմ Հայաստանը խոցելի դիրքի մեջ է եւ ինչ որ ակնհայտ է, որ այս համակումարը, որ դերևս հաջողությամբ բացակվեցավ, նաեւ մաս կգազմե ներկա իշխանություններուն քարոզարշավի մեջ։ Եթե նկատի առնենք, որ ռուսական միջամտությունները շատ հստակ են, ռուսական միջամտությունները Հայաստանի մեջ հստակ են, քարոզությունը հստակ է եւ ճիգա, այսինքն չեն գնա երկել ասիգա։ Մյուս կողմեն ակնհայտ է, որ Եվրոպամետ ուժերը նաեւ կչանան միջամտել, այսինքն Հայաստանի ներքին քաղաքական դասակարգի մեջ։ Մենք ունենք նախագահ Էմանուել Մակրոն, իշեցնեմ, որ առայժմ իր անժողովրդականությունը շատ աճեց Ֆրանսիայի մեջ։ Միայն 16% նպաստավոր կարծիք ունենք Ֆրանսիայի մեջ։ Այսինքն կուզեմ նշել հետևյալը. ունենք նախագահը Ֆրանսիայի մեջ, որ շատ խոցելի դիրքի մեջ է եւ ինքը մտածություն ունի արտաքին քաղաքականության մեջ ավելի ներդրվել։ Աստվածված չէ դակավի, աստվածված չէ, բայց ակնհայտ է շատ նշաններ ստացանք, որ ինքը մտածություն ունի Ուրսուլա վան դեր Լայանին աթորը գրավելու 2029-ին, եթե Ուրսուլա վան դեր Լայանը
իր տեխնազությունը չի առաջացնել Եվրոմիության անձնաժողովի նահատակությամբ։ Այսինքն կուզեմ նշել, որ այրաժմը այդ եվրոպական քաղաքական գիտնաժողովը որքան պատմական հարցանակվի, այլևս մասնավոր երաշխիք կամ առաջարկները չեն առաջարկել այրաժմը Հայաստանի տնտեսական աճման համար։ Այսինքն մենք ինչ որ լսեցինք, բարի խոսքեր էին, բարի մաղթանքներ էին ի նպաստ Հայաստանի ժողովրդավարության Հայաստանի բարգավաճման, բայց այրայժմ գբաքսի շոշափելի առաջարկներ։ Տնտեսության առումով համաձայն եմ հաշվի առնելով ձեր նշած նաև Ռուսաստանի գործոնը, թե մենք Ռուսաստանից ինչքանով են կախված տնտեսապես, սակայն շոշափելի արդյունքների մասին չենք կարող խոսելիս արդյոք չենք կարող հաշվի առնել այս նույն ռազմավարական փաստաթղթի ստորագրումը, որը ի վերջո արձանագրեց թղթի վրա արդեն իսկ ստեղծված իրականությունը, մասնավորապես Հայաստանը, Ֆրանսիան արդեն որոշակի ժամանակ է, որ պաշտպանական ոլորտում առնվազն համագործակցություն ունեն։ Այսինքն սա արդյոք շոշափելի արդյունք չէ Հայաստանի համար, ի տարբերություն տնտեսական բաղադրիչի։ Շոշափելի այն է, որ Ֆրանսա, այսինքն կսադար գանտիսանա Հայաստանի անվտանգությունը զենքերը մագարարելով, այդ զենքերը, այսինքն Սեզարի տնտանոթներ են, որոնք պիտի մագարարվի 36 են ընդանուր, իմիջայլոց մեծ լոջիստիկ հարցերը նաև պետք է հաշվառենք, ինչպես պիտի գտնան արագ դեղափոխվել, ադիկա շատ ցենտրալարույց հարցներ է, որովհետև մեծ օտանավ գարոդի, որ Ֆրանսա չունի, եւ նաև Անտոնովի պես օտանավներ, եւ անոնք պետք է նաև արդյունություն ստանան վրացական օտայի եւ թուրքական օտային անցներու եւ կասկածելի է, որ անոնք արդյունություն տան Ֆրանսայի մեջ։ Գուզեմ, այսինքն իդեալական է աշխարհներ, որ այս փուլի մեջ գտնվենք, որ Հայաստանը պետք է ազատվի այս լարվածութենեն, պետք է որ Հայաստանը գայունանա, որովհետև ոս պերերացում ունենք Հայաստանի մեջ։ Ուրեմն, եթե Ֆրանսա գուզե իսկապես օժանդակել Հայաստանը, պետք է ավելի ավասարակշռությամբ մոտենա եւ նաեւ հանդարտանալ, այսինքն այդ տարբեր հարցերը, որոնք խնդրարուց են, ինչպես Արցախի բանալներուն հարցը, ինչպես Արցախի հայկական ուշարձաններուն հարցը, որ ընդհանրապես չեն անդրադառնալ։ Ուրեմն մեծ մտավախություն կա Ֆրանսիայի մեջ, որ այս հայցելությունը, որ կատարեց Էմանուել Մակրոնը, քիչ կոսմետիկային իմաստ ուներ եւ միան կնպաստեր իր արտաքին քաղաքականության, այսինքն օրագարկը, որովհետև ինքը որոշեց ներդրվի եվրոպական օրագարկին իջուգս Ռուսաստանի մրցակցությունը, որը ստագ է եւ պետք չէ հերքել ասիգա։ Ուրեմն դակավին շատ խոչընդոտներ կան, շատ մարտահրավերներ կան եւ պետք է անպայման հագական հասարակությունը եւ դասակարգ ըլլա հնչիմական ըլլա իշխանությանը քաղաքական հասարակությունը ցուցաբերեն, որովհետեւ հիմա ինչ է նաեւ խնդիրը, որ շատ մեծ հարց մգա, որ Հայաստանի մեջ սինդրոմ ունենք, որ միշտ բրգիչը կսպասենք դուրսեն։ Օլդար բրգիչը, որ պիտի հաբաուվե Հայաստանի անվտանգությունը, իջուգս Հայաստանի քիրիշխանություն։ Ուրեմն ոս հագասություն մգա, որքան գուզեն քիրիշխան լան, անվտանգության հարցը գտիմակրավենք։ Դեպաբար պետք է աշխարհներ, որ Էմանուել Մակրոն շատ հասկացավ Հայաստանի ժողովրդի, այսինքն դգար կետը, որ շատ էմոցիոնալ ժողովուրդն է, որ կուզե որ սիրենք, բայց մենք կարիք չունի որ մեզի սիրենք, մենք կարիք ունի որ մեզի հարգեն։ Եվ ոս արժանապատվության հարցն է դա։ Հետևաբար պետք է անպայման զսկշությամբ մոտենանք, որքան ֆրանսացիները շատ բարի մաղթանքներ ցուցաբերեն, արդյոք ինչ երաշխիքներ կգնան թելադրել, որպեսզի Հայաստանը իսկապես անկախանա ռուսական օղակեն եւ կարենա նաեւ գայունացնել, այսինքն իր աղափեղությունները բոլոր դրացիներուն առանց ավելորդ, այսինքն նոր պատերազմ սկսելու, ինչ դակավին գոյություն ունի այս սպառնալիքը։
Դուք երևի նկատի ունեք, որ Հայաստանը մեկ հովանավորից փնտրտուքից չընկնի մեկ այլ հովանավորի փնտրտուքի մեջ, հաշվի առնելով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գործոնը, այո, բայց ներկա դրությամբ արդյոք այս զենքի գնումը իդեպ նատոյական զենքի մասին է խոսքը, սա ի վերջո չի նպաստելու Հայաստանի դիմադրողականության բարձրացմանը, Տիգրան, մյուս կողմից։ Այո, ճիշտ գնաբաստե, բայց դժբախտաբար քանակով դակավին սահմանափակ է այս ներդրումը, պետք է հաշվի առնել, որ եթե համեմատենք այդ ներդրումը, որ Ֆրանսիա կկատարի ի նպաստ Ուկրաինայի բանակին, մենք չենք գնալ համեմատել, այսինքն Հայաստանի ցուցաբերված ներդրումին, հետո մի մոռանանք, որ այդ զենքերը ծերի չեն, այսինքն Հայաստանը Սուրկինը կվճարի, եթե համեմատենք Ընկաստանի զենքերը, որ կգնեն Հայաստանին, բայց ամենամեծ խնդիրը միայն շքեղային զենքերը, որ մագարել չէ, խնդիրը Հայաստանի Հանրապետության բանակին բարենորոգել, ասել, առաջին գետ առաջներդությունը, այսինքն ինչպես Ֆրանսա գրնա նպաստել այս բանակին, որ դակավին կդարաբի այդ յետ խորհրդային ծանոթեն շատ ավանդաբաշտ մոտեցումը, որ չի համապատասխանել ներկա մարտահրավերներում, այսինքն բաճած չէ, այս բանակի վիճակի չէ, այսինքն դոգալու նոր պատերազմ, որովհետև դակավին անհրաժեշտ փոփոխություններ, բարենորոգումները տեղի չունեցան։ Այս գծով Ֆրանսիայի դերակատարությունը պետք է գնահատվի, բայց պետք է շատ ավելի զանգվածային օրեն ներդրվի Ֆրանսիա։ Հիմա ինչ որ կա կարևոր է, այո, չեմ հերքել, բայց բավարար չէ, այսինքն թե քանակի իմաստով, թե որակի իմաստով։ Այսիգա գնալալ, որ նաև նպաստե բարոն Փաշինյանի քայլաշարի, որովհետև մայիս 28-ին, ինչպես գիտեք, դեղի պիտի ունենա մեծ զինվորական պարադ Երևանի մեջ, այդ նոր զենքերը պիտի ցուցաբերվին, եւ ասիգա կնպաստե իր շահին, այսինքն ժողովրդին ապացուցեք, տեսեք, ես թեզի երաշխավորեմ Պարկավաճ Հայաստանը, պաշտպան եւ արդիական բանակը, որովհետեւ գողքս կգանքնին Եվրոպային ամենակարևոր առաջնորդները։ Ադորամար ես թեզի գազադեմ ռուսական ուղագեն, եկեք ինձ կվիարգեք։ Այս պատկամը շատ հստակ է եւ դժվար չի հասկանալ, բայց խնդիրը ինչ հետևանքով պիտի գումարվի, Ռուսաստան ինչպես պիտի ագաստե, Հայաստանի ժողովուրդ ինչ քինը պիտի վճարե, եթե հանկարծ գազի քիները սուղանան եւ նորեն Ռուսաստանը բաժամիջոցները գործադրե, ինչպես գիտենել, ճնշումները փանեցնեն եւ ասիգա անշուշտ պիտի լուրջ հետևանք մաջալվի Հայաստանի առօրյա գագին։ Տիգրան, բայց եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա որևէ հարաբերություն չպետք է հաստատենք կամ ունենանք կամ ել չեմ խոսում խորացման մասին եվրոպական երկրների հետ։ Կարևորը ավասարակցություն, կարևորը բազմավեկտորային դիվանագիտությունը վարելը, ինչպես ազերբայջանցիներ գնեն, մեծ խորամանկությամբ եւ ջարդուկությամբ, Հայաստան հիմա ի վիճակի չէ Եվրոմիության անդամանալով դարբեր բաժաններով։ Առաջինը ռուսերերը աշուշտ գարմիրքից դրած են, բայց Վրաստանը, որ ուղղակի սահման ունի Հայաստանի հետ, կհերանա Եվրոմիությանն եւ ադիգա նաեւ լուրջ հետևանք ունենա։ Այրանց սահման ունենալ Եվրոմիության անդամի հետ, ինչպես կրնանք երևակայել, որ Հայաստանը դառնա անդամ, ոչ Թուրքիա, ոչ Վրաստան։ Երկրորդը Հայաստանի իշխանություններուն քաղաքականությունը շատ հստակ չէ, որովհետեւ մեկ կողմեն Ասկային ժողովը քվեարկեց այդ օրենքը անցյալ տարի, որվա վերացուցել նահանգը, մյուս կողմեն, այսինքն դակավին Պաշտոնական անդամակցության խնդրակը չարձանագրվեցավ, այսինքն եվրոպացիները կսեն մենք կսպասենք ձեր որոշում, մենք չպիտի որոշենք ձեր որոշում։ Ադորամար հոս կարևոր է հասկանալ ինչ է այս իշխանությունը ռազմավարությունը, ինչը որ կնան երթալ եւ շատ լավ հասկանանք, որ մեծ խոչընդոտներ կան, որտեղ ռուսական իշխանությունները դեսակը կարմիր քիչ մտրին եւ ասիկա խնդրահարուցե Ադեվապար եկեք քիչ մի ուրիշ ձևով մոտենանք, ոչ արեմուտ դառնանք, ոչ ռուսամետ դառնանք, այլ պաշտպանենք, այսինքն հասկային շահը, որ կհամընկնի դրական չեզոքության, ինչպես BRICS մոդելը գնա առաջարկել Հայաստանին, Հնդկաստան մոդելը շատ հետաքրքրական է եւ գնանք ներշնչումը առնել, այսինքն այդ հարացուցեն, որ ավելի երադես է
քան թե երազել, որ եվրոպացիները, որովհետև մենք կփաշտենք նույն մշակույթը, նույն արժեքները, պիտի զոհվին Հայաստանի համար։ Այլայժմ սինիզմն է, որ գիշխե միջազգային աղապեղությունները եւ դակավին շատ այսինքն դակավին բավական դժվար է, այսինքն ամոզել մարդկանց, որ եթե տուն Եվրոմիությունը ես ուզել հանդանալ, չի նշանակել, որ ռուսամետ ես։ Եվ դժբախտաբար սփյուռքի մեջ նաև կա այս բևեռացումը, որովհետև ամեն մեկը ունի օրագարկը, ամեն մեկը գիտապնդի օրագարկը, բայց ինչ կվերապերի Հայաստանի Հանրապետության ռազմավարական միտքը, ռազմավարական իշարը դակավին կոնսենսուս դժվար է, այսինքն որտեքրել, որովհետև այդ աշխարհակաղակական օրագարկները արմուտամետ, ռուսամետ, որոնք իշխեն հայկական քաղաքական միտքին, ցավոք սրտի։ Ինձ սա հիշեցրեց Իրանի 90-ականների դոկտրինան ռազմավարությունը, ըստ որի ոչ արևելք, ոչ արևմուտք։ Տիգրան, այս համատեքստում մեկ հարց էլ կուզեի տալ, տարածաշրջանում ներգրավվածություն ունեցող բոլոր երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իրանը, բոլորը խոսում են, որ նոր իրավիճակում Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը բարձրացել է։ Այս առումով, եթե մի այլ տեղ թողնել նաև անձնական ամբիցիաները եւ այլն, Ֆրանսիան հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում նոր իրավիճակի հետ կապված, մասնավորապես նկատի ունենալով կոմունիկացիաների հարցը։ Ֆրանսիա բնականաբար հետաքրքրված է, որովհետև Ֆրանսիա դժվարությամբ կմարզե, որ Ադրբեջանը միասնական Թուրքիա եւ Ռուսաստանի հետ Միսկի խմբին անդամալուծեցին, սարեցին եւ Ֆրանսիան գործուցուցում տեսակ աշխարհակական ցիկլը, որ գվայլեր այդ ժամանակին, որ Միսկի խմբի ամանահակա էր։ Հիմա Ֆրանսիան կփորձի նոր բալանս գտնել, հատուր համար նաեւ Հայաստանին կօգնի, որբեսի այդ բալանսը բահվանվի եւ դժբախտաբար այս Ուկրաինայի պատերազմը նոր իրականություն ստեղծեց, որ հիբրիդային պատերազմը դեղի կունենա տարբեր ճակատներում Ֆրանսիայի Ռուսաստանի միջև, ֆրանսախոս Աֆրիկայի երկրներում, ըլա նաեւ Արավային Կովկասի մեջ։ Բայց ինչ կվերապերի ռազմավարական լեզակները, ցավոք սրտի պետք է խոստովանին, որ Ֆրանսիա շատ խոցելի եւ դգար ցիրկի մեջ կգտնվի, որովհետեւ այս երկրի հիմա գաբրի աննախընթաց ճգնաժամը, դնդեսական ճգնաժամը, բարդկային ճգնաժամը, այս նաեւ քաղաքական ճգնաժամը, որովհետեւ մեր նախագահ արգածախնդրային որոշումը կայացավ քանի տարի առաջ ասկային ժողովը լուծելու եւ նոր հնդրությունները կազմակերպելու, որոնք շատ ժխտական հետևանք ունեցան մենք քաղաքական կանոնության մեջ։ Ֆրանսիա երկիր մնի որ շատ վերացած է Ածարայեղ Խաչագոմյան, Ածարայեղ Ծաղկոմյանի միջև կանոնություն կարիք ունի, ադորամար որքան խոցելի ենք ներքին մասշտաբով շատ դժվար է անկախ աստեցիկ արտաքին քաղաքականությունը վարելու։ Այս է գլխավոր խնդիրը։ Բավարար չէ, այսինքն քեղեցիկ ելույթներ ունենալ։ Ֆրանսիայի նախագահը հայտնի է որպես բերջախոս քաղաքական անձնավորություն մնե, որ կսիրե եւ խելացի բաներ գսե, չեմ ասել, որ ապուշ բաներ գսե։ Ուղղակի իրեն գբաքսի բավարար լծակներ, որբեսի Ֆրանսիայի ցայնը լսվի։ Ամեն անգամ որ ֆրանսիացիները կփորձեն term ունենալ միջին արևիկի մեջ եւ շատ բաներ գործուցին, նույնիսկ Լիբանանի մեջ ամերիկացիներ միշտ հիշեցնեն, մի մոռանալ, որ շտեկերը ստորագրողները մենք ենք, ամերիկացիները, ոչ ֆրանսիացիները։ Այսինքն որքան Ֆրանսիա դնդեսական եւ ընկերային եւ ինքնության դակնապի մեջ գտնվի, դժվար է այսինքն կանխեսել, որ գարենա հատկանշական թերագադարությունը խաղալ Արավային Կովկասի մեջ։ Բնականաբար Ֆրանսիա կպաշտպանի Եվրոմիության եւ ամերիկյան շահերը, այսինքն դգարացնել Ռուսաստան, դգարացնել Բարսկաստան, բայց այդպես նշանակե, որ Ֆրանսիա զորք պիտի խրգե շրջանի մեջ։ Այսինքն ամենամեծ արավանական սցենարիոն հետեւյալն է։ Կամ որևէ շրջանի մեջ։ Այսինքն ՆԱՏՕ-ի Արավային Կովկասի մեջ։ Այո, եթե տրիպի ճանապարհ, այսինքն իրակորձվի մեծ հավանականությամբ ամերիկացիները պիտի արցնեն թուրքական ընկերությունները, որբեսի աշխարհին եւ ապահովեն այստեղ, որտեղ Թուրքիայի վերջո ՆԱՏՕ-ի անդամն է, ամերիկացիներով ամախոհ է, Եվրոմիության ամախոհ է, ուզենք, պետք է նաեւ ընդունել, որ ամենահավանական սցենարիո ասիգա է։ Արս այն է Ֆրանսիա միջև ուր գրնա օգնել սադարել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանումը։
Տիգրան, վերադառնալով հայկական խնդրին, մեկ հարցի կուզեի անդրադառնալ։ Ֆրանսիան պարբերաբար բարձրացնում է Լեռնային Ղարաբաղին, Արցախին վերաբերող հարցեր, մանավանդ վերջին շրջանում, որոնց լուծումը Երևանը այլ կերպ է տեսնում, օրինակ եւ նախընտրում է օրինակ միջազգային հնչեղություն չհաղորդել։ Հատկապես վերջինը Ֆրանսիայի արտգործնախարարի ելույթն էր Ֆրանսիայի սենատում, երևի նկատել եք մայիսի 6-ին, երբ որ նա բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հարցը եւ ինչպես նշեցի, պաշտոնական Երևանը այս հարցում այլ դիրքորոշում է որդեգրել, այսինքն հնչեղություն չհաղորդելու ճանապարհով է գնում միջազգային։ Ինչով եք պայմանավորում առհասարակ Ֆրանսիայի քաղաքականությունը, ինչ շահեր է հետապնդում այս քայլերով Փարիզը։ Դարբեր թերագադարներ կա Ֆրանսիայի մեջ։ Առաջին թերագադար արտգործնախարարությունը, որ ընդհանրապես թուրքամետ քաղաքականություն չսեմ, բայց բնականաբար հայաստանի քաղաքականություն չի դերել եւ անոնք միշտ եղած են, այսինքն խոչընդոտը ինաբաս Արցախի քաղաքական լուծման, որ նպաստե Արցախի ինքնավարության իրավունքը։ Մյուս կողմեն խորհրդարանը, այսինքն ազգային ժողովը եւ ձերագույնը բավական ասենք անոնք գարտացոլեն Ֆրանսա ասկի ժողովրդին հայասեր գարձիկը եւ արբիտրը այսինքն նահակը այսինքն ինքը հագասություն գհվելած հագասական խոսքեր ունեցած էր այս հարցին կզով այլայժմ այս հարցը սարած է ինչ կվեր Արցախի հարցը բադանտի հարցը սարած է գսվի որ պատկամներ կփոխանցվին Մյուս կողմեն Ֆրանսա եւ Ադրբեջանի միջև հաղորդությունները նաեւ լուծված չեն, դակավին խնդիրներ կա, որովհետեւ Բաքվին ասկնալ դրա, որ Բաքվի խումբը, որ գաշխատի ֆրանսական շահերու դեմ, ֆրանսական այլ այսինքն դարաշքները, որոնք գիտեք, Նուվել Կալեդոնիան արտասահմանի հացքերը, որոնք կպահանջեն իրենց անկախություն, դակավին աջակցություն կստանան ադրբեջանական ռեժիմին Հետևաբար մենք տարած վիճակի մեջ գտնվենք, բայց պետք է հասկանալ, որ հայկական սպիրտն է Ֆրանսիայի մեջ մեծ խնդրի առջև գտնվի, որովհետև այրայժմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև եւ դասական ավանդական գազམ་ագիտություն միջև լարվածությունը գտիր է եւ փոխադարձ անվստահությունը ինչպես մեկնաբանել որ ինչպես ապացուցեց ներողություն Հայաստանի նոր դեսպանատան շենքին բացման արարողությունը որ բոյկոտե արեցին թե ավանդական ներկայացուցիչներ, ղեկավարները, սեսայիֆի ամանահականները եւ նաեւ Հայաստանյան ցարակերական եկեղեցու առաջնորդը եւ Արցախի հանրապետության ներկայացուցիչ անոնք հրավիրված չէին այս արարողության ուրեմն նաեւ Երևանը շատ շղթական պատկամը գղրգե այդ ասենք թե հին սպիրկին, չար սպիրկին, որ շատ քաղաքականացված է եւ ասիկա ավերորդ խոչընդոտը գբաջարե Հայաստան եւ Ֆրանսիայի աղապեղությունների լավացման կզով մեծ հարց մնի որ պետք է անպայման լուծենք որովհետեւ բոլորս կգործենք բոլորս այսինքն շահագործ չի գա այսինքն հետապնդել նման հագասությունը նման լարվածությունը որ ընդհանրապես մեկուն չի ծարայ ընդհանրակ Իսկ այս համատեքստը որ արտգործնախարարը սենատում խոսում է Արցախի մշակութային ժառանգության պահպանման մասին, կարևորության մասին, սա ավելի շատ ճնշում է տեղավորվում է Ֆրանսա-ադրբեջանական հարաբերությունների ծիրում, այսինքն սրանով Բաքվին են փորձում ճնշել մեսիջ ուղղել, թե սա նաև հայ ավանդական համայնքին է ուղղված ներքին ձայների գուցե, չգիտեմ, լեգիտիմության հետ կապված։ Պետք է գիտնալ, որ քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը որոշեցին լքել այս տղտազրարը անուն իրական Հայաստանի լիուզումքին, հիմա ավանդական էսպյուկն է, որ գետաբնտե այս պայքարը, այս գրիվը Եվ Ֆրանսիայի նախարարն խոսեց դրա մասին։ Ֆրանսահայ համայնքին որոշ գազམ་ագիտություններ դակավին չլքեցին այս բարեբախտաբար այս տղտազրարը եւ զարագույդի մեջ եւ ասկային ժողովի մեջ կա ցայները որոնք գարցականքեն։ Հիմա խնդիրը ինչ է, ռազմավարություն չի գա։ Ուր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղված մեսեջներ, ինչու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն ալ չի շարժվի, որովհետեւ ինչու համար մենք չգրցանք, այսինքն մարտավարի լոբինգը
զորացնել այս գծով։ Ես կգարձեմ, որ ինչ որ դեղի կունենա, շատ մաղթելի է, բայց ավելի կամապատասխանի ներքին օդիոնսի, ներքին հանրության, այսինքն ֆրանսահայության եւ Հայաստանի բարեկամները Ֆրանսայի մեջ։ Ու գուզեմ սխալվիր, բայց առայժմ չի դեսանելի չի, այսինքն նոր ըստակ ռազմավարությունը, որ գարենա, այսինքն ջնջումներ բանեցնել Ադրբեջանի վրա, նշանայի, որ Վատիկանը լուր մնաց, ինչ որ կայտագություն անտիսանա, ամեն անգամ գիտեք, եւ որ ֆրանսիացի պատգամավորները այդպես կխոսին, գեսեն այդևյալ բանացևը, մենք չենք գնալ Հայաստանի եւ որ Հայաստանի վարչապետը գանցիբին կամ ուրիշ պատասխանում, գեսեն մենք չենք գնալ ծեր իշխանությունները, այսինքն Հայաստանի իշխանություններն թակավորականից ավելի թակավորը ռոյալիստ ասկացակ Կանցնեն կաթոլիկից ավելի կաթոլիկ է։ Կաթոլիկին այլ կարգսա։ Այս մեսեջը այսինքն երբեմն կլսենք մեծ դխրությամբ եւ տախիցով կնշանակի, որ հայոց աշխարհը այսինքն զատված է տարբեր օրակարգներով եւ մեզի գբակցի այսինքն ռազմավարական նոր միտքը, որ կարենա հաշտեցնել բոլոր շահերուն հասկանալով ինչ է իմ անշուշտ Հայաստանի ներկա մարտահրավերները, որոնք շատ լուրջ են եւ չպետք է այսինքն հերքել այս վիճակը, այս նոր վիճակը։ Շնորհակալություն զրույցի համար Տիգրան։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի վերլուծաբան Փարիզից Շիլլեր միջազգային համալսարանի դասախոս Տիգրան Եկավյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։